Սևանա լիճն է Հայաստանի ամենամեծ քաղցրահամ լիճը, որի ափերին կառուցապատումը չի դադարում։ Գործարար Արման Հակոբյանը լճի մեջ եւ ափին հանգստյան գոտի է կառուցել։ Մենք այժմ գտնվում ենք Դրախտիկ բնակավայրի վարչական տարածքում։ Հենց այստեղ է գործարարը կառուցել իր անհատական հանգստի գոտին 2 առանձնատնով եւ 2 լողավազանով, որոնցից մեկը հենց լճի մեջ։ Այս պատմությունը սկիզբ է առել դեռևս 2020 թվականին։ Հետքը 2020 թվականին պատմել էր, որ Սևանի ափին Արման Հակոբյանն առանձնատուն է կառուցում, որի նախագիծը բնապահպանական փորձաքննություն չի անցել։ Այդ ժամանակ խախտումներն արձանագրվել էին նաև պետական կառույցների կողմից, որից հետո շինարարությունը դադարեցվել էր, բայց ժամանակավոր։ Այս պարիսպներից ներս գտնվող ամբողջ տարածքը արդեն կառուցապատված է։ Անհատական հանգստի գոտում արդեն կառուցվել է 2 առանձնատուն, լողափ, նավամատույց, մոտորանավակների համար կայանատեղի եւ 2 լողավազան, որոնցից մեկը ապօրինի։ Գործարար Արման Հակոբյանը ճանապարհաշինական կապավոր ընկերության սեփականատերն է։ Նա պետական գնումների ակտիվ մասնակից է։ Միլիարդավոր դրամների պայմանագրեր է կնքել պետական կառույցների հետ։ Սևանի ափին խախտումներով իրականացրած շինարարության կասեցումից 1 տարի անց Արման Հակոբյանը շրջակա միջավայրի նախարարությունից ստացել է բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն։ Ուսումնասիրելով գործարարի կազմած նախագիծը, նրան տրված թույլտվությունները, արբանյակից արված լուսանկարները եւ տարածքի նկարահանումների մեր կադրերը պարզել են, որ կառուցապատումը կրկին խախտումներով է իրականացվել։ Անհատական հանգստի գոտու կառուցման համար ի սկզբանե ներկայացված հողակտորներից բացի շինարարություն է իրականացվել հարևան հողում, որի կառուցապատման իրավունքը պատկանում է այլ անձի։ Նախագծման թույլտվությունում եւ շմակ նախագծում նշում չկա այն մասին, որ հանգստի գոտին 3 կողմից պարփակված է լինելու երկաթբետոնե եւ քարե պարիսպներով։ Ավելին, կառուցապատման արդյունքում պարիսպները սկիզբ են առնում Սևանա լճից, որը չի թույլատրվում։ Շմակ թույլտվության նախագծում նշված է, որ կառուցապատվող համալիրի տարածքում 1905 մետր նիշից ներքև կապիտալ շինարարություն չի իրականացվելու։ Դա այն սահմանն է, որից դեպի լիճը ընկած հատվածում շինարարությունը արգելված է։ Գործարարը շեղվելով շմակ նախագծից Սևանա լճի մեջ կառուցել է լողավազան, իսկ նախագծով այդ մասում պետք է կառուցվեր պարզապես լողափ։ Բացի լողավազանը, թույլատրելի նիշից ներքև կառուցվել են բետոնե հենապատ, նավամատույց, մոտորանավակների համար նախատեսված շինություն տանող բետոնե ճանապարհ։ Արդեն 2 տարի է շինարարությունն ավարտվել է։ Առանձնատները շահագործվում են, սակայն մինչ օրս շինությունները պետական գրանցում չեն ստացել։ Մեկնաբանություն ստանալու նպատակով դիմեցին գործարարին։ Էդի լողավազան կառուցել չի, լողավազանն է կատա, ըստ նախագծի։ Միակ կառուցապատումն է, որ ըստ նախագծի են կառուցել։ Շմակ ես ունեմ ստացած, եւ ես էդի կառուցել եմ լեգիտացիաները, նիշերը պահպանելով։ Խոսքը նրա մասն է, որ Սևանի ափին բետոնով կառույց հենց ափին կպած այդ 1905 նիշից ներքև չի թույլատրվում։ 1905 նիշից պահպանված բարձրության վրա է գտնվում իմ բոլոր տարածքները ըստ նախագծի։ Ըստ նախագծի, իսկ իրականում շինարարությունից հետո։ Իրականում նախագծի այդ վերևի բտուն լողավազան ինչ դուք տենում եք 1905 նիշը պահպանված է։ Այս պատմության բոլոր մանրամասները կարող եք կարդալ հետքում։ Նմանատիպ պատմություններին առաջինը ծանոթանալու համար բաժանորդագրվեք Հետքի YouTube-յան ալիքին եւ հետեւեք մեզ սոցցանցերում։